Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Բարև ձեզ արգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը պոլիտիկայի մեթերում։ Այսօր այս ֆորմատով կքննարկենք մի կարևոր թեմա, որի մասին խոստացել էի, որ քննարկում կունենանք։ Խոսքը Նիկոլ Փաշինյանի եկեղեցու դեմ սկսված արշավի տապալումն էր ըստ էության նաև ընտրական գործընթացում։ Սա շատ կարևոր է արձանագրել, որովհետև այս պահին ընդդիմությունը ավելի շատ զբաղված է վերահաշվարկով եւ հասարակությունը սպասում է թե ինչպիսի գնահատական կտա ընդդիմությունը ի վերջո, չգիտեմ, կդիմեն սահմանադրական դատարան, կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինչպիսի որոշում կկայացնի, Բարգավաճ Հայաստանը կանցնի թե ոչ։ Ես առանձնացրել եմ հենց այս կարևոր թեման, որի մասին կուզեմ զրուցենք։ Ուրեմն նախ եկեք նախապատմությունը սկզբից գանք, չենք գնա շատ հեռու, մինչև 2018 թվական, գնանք 2025 թվական, երբ Նիկոլ Փաշինյանը իր դեմքով ակտիվորեն սկսեց եկեղեցու դեմ արշավը։ Առաջին հայտարարությունը, որն ինքը արել է, ուրեմն 2025 թվականի մայիսի 29-ին եղել, երբ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի եկեղեցիները ներողություն արտահայտության համար չուլանացված են։ Սա ըստ էության տրիգեր հայտարարություն էր, դիտավորյալ արված, որը պիտի բերեր եկեղեցու արձագանքին, եկեղեցու ներկայացուցիչների արձագանքին, բնականաբար արձագանք եղավ, դիվանապետը արձագանքեց, հետո Փաշինյանն ու քաղաքացիական պայմանագիրը եւ իր մի շարք կամ տասնյակ հարյուրավոր կվադրոբերներ հարցակում, տեղեկատվական հարցակում սկսեցին եկեղեցու դեմ, ի վերջո գործընթացները գնացին նրան, որ իրենց միացան նաև եկեղեցու այլ ներկայացուցիչներ, մի շարք ներկայացուցիչներ արդեն նախկին են, առաջին անձը, ով միացավ, Հովանավանքի նախկին հոգևոր սպասավորն էր, Արամ Ասատրյան, եւ իր միանալով Փաշինյանը ըստ էության լեգիտիմություն ստացավ, կամ ոչ թե լեգիտիմություն ստանալու տպավորություն ստեղծեց, որ իր այս ճակերտների մեջ մտահոգություններին միացել են եկեղեցականներ, եւ տեսեք, բարենորոգման կարիք կա, հոգեվորականներն իրենք էլ էին դժգոհ, իրականում հետո մամուլում բացահայտվեց, որ այս Հովանավանքի նախկին հոգևոր սպասավորը ի սկզբանե ԿՊ-ի հետ է եղել եւ սա պլանի մի մասն էր, որ Փաշինյանի հայտարարություններից, որոշ գործողություններից հետո նա կմիանա եկեղեցու դեմ ընթացող արշավին, սկսվեց Հովանավանքում կեղծ պատարակներ, կարգալուծարված քահանայի կողմից, Փաշինյանը դրանց մասնակցում էր, իր հետ թափառախումբ կար մեծ, որը եկեղեցուց եկեղեցի էր գնում։ Հիմա իդեպ կիրակիներն անցնում են եւ ես այդ թափառախմբից որևէ մեկին չեմ տեսել, ասենք պատարակի գնալիս, ինչպես անում էին այն ընթացքում, երբ եկեղեցու դեմ ակտիվ արշավներ ընթանում։ Հետո Փաշինյանը կարողացավ կոմպրոմատներ գործադրելով իր ազդեցության տակ վերցնել 10 եպիսկոպոսների, որոնց Միքայել Սրբազանը անվանեց տիրադավ, 10 տիրադավերի։ Եվ այս մարդիկ ըստ էության եկեղեցու ոչ այդքան լավ հեղինակություն ունեցող անձինք էին, ընդ որում նրանց մեծ մասի վերաբերյալ Փաշինյանն ինքը տարբեր հայտարարություններ էր արել, մի մասը զրպարտող, մի մասը իրականությանը համապատասխանող, ազգային ժողովի ամբիոնից, իր թերթի էջերից, իր հարցազրույցներում, հա։ Եվ հենց այն մարդիկ, որոնք երկար ժամանակ նրա այդ կերպարները Փաշինյանը օգտագործել էր եկեղեցուն հարվածելու համար, այդ մարդիկ էլ միացան իրեն եւ դարձան ինչ-որ խորհուրդ ձևավորվեց, հանդիպեցին վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հետ, փաստաթուղթ հայտարարություն ստորագրեցին եւ եկավ գլխավոր գործողության օրը, երբ Միքայել Սրբազանի բնորոշմամբ 10 տիրադավերի առաջնորդությամբ Փաշինյանի թափառախումբը որոշեց գրոհել Մայրաթոր Սուրբ Էջմիածինը։
Չստացվեց, տապալվեց այդ գրոհը եւ տապալվեց Աստծո կամոք եւ քաղաքացիների մասնակցությամբ եւ մարդիկ ովքեր գնացել էին պաշտպանելու մայրաթորը։ Եվ ըստ էության սա հենց այն կետն էր, որտեղից Փաշինյանը հասկացավ, որ ինքը այս թեմայի վերաբերյալ չունի հանրային աջակցություն, չի կարող ծրագրերը կյանքի կոչել եւ հետ քաշվեց, քանի որ նախընտրական փուլ էր սկսում ակտիվ գործողությունների մասով հետ քաշվեց, բայց ծրագիրը չէր դադարել։ Ծրագիրը շարունակվելու էր եւ ես վստահ եմ փորձ է անելու նաեւ շարունակել, կարծում դուք եք վստահ, հատկապես ելնելով այն բանից, որ մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, ըստ որոնց Եվրամիության նաեւ պահանջն է Հայաստանի գործող իշխանություններից, որ հարվածի հայ առաքելական Սուրբ եկեղեցուն իբրև թե տարանջատի ռուս եկեղեցուց թեպետ տարբեր եկեղեցիների մասին է խոսք գնում կամ նվազեցնի կապը ռուս եկեղեցու հետ կամ գուցե ընդհանրապես չեզոքացնի այդ կապը եւ դրա համար նարատիվները նաեւ ձևավորվեցին, որ տեսեք KGB-ի գործակալ են եկեղեցու առաջնորդները, կաթողիկոսի եղբայրը Եզրաս Սրբազանը, այլ մարդկանց անուններ շրջանառության մեջ դրվեցին, կեղծ փաստաթղթեր, այսպես շինծու պնդումներ եւ սա ըստ էության Եվրամիության պահանջը կատարելու նարատիվներն էին, որ տեսեք եկեղեցին այս անձանցով փոխկապակցված է Ռուսաստանի հետ, եթե մենք նրանց հանում ենք, այդ թվում նաեւ ապօրինի գործողություններով, ապա մենք նվազեցնում ենք Ռուսաստանից կախվածությունը։ Սա կարծում եմ այս նարատիվը հենց նաեւ սրա համար էր արված։ Եվ Եվրամիության աջակցությունն էլ այդտեղից էր գալիս եւ նաեւ պահանջը։ Ի վերջո պետությունը գրավելու, հատկապես հոգևոր կյանք ունեցող պետությունը գրավելու համար շատ կարևոր է եկեղեցու գրավումը, որովհետեւ հասարակության լայն շերտերի վրա ազդեցություն ունեցող եկեղեցին, եթե քեզ հպատակ չի, դու այդ հասարակության վրա լիարժեք հսկողություն չունես։ Եվ եկավ նախընտրական շրջանը, Փաշինյանը ապօրինաբար սահմանադրության խախտմամբ եկեղեցու հարցը մտցրեց իր նախընտրական ծրագիր։ Սա աբսուրդ է։ Եվ ես սրա մասին առանձին թողարկում ունեցել եմ, ասել եմ ինչու է աբսուրդ, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են հանդիսանում տարբեր հավատ ունեցող մարդիկ։ Առնվազն 300,000 տարբեր թվեր են հնչում, բայց ասում են մոտ 300,000 հայեր կան, ովքեր այլ եկեղեցիների հետևորդ են։ Այստեղ բնակվում են եզդներ 35,000-ին մոտ, որ այլ դավանանքի հետևորդ են, որոնցից մեկը ես եմ։ Այստեղ ապրում են փոքրաթիվ քանակով քրդեր, ապրում են ռուս ուղղափառներ, էլի հայ առաքելական եկեղեցու հետևորդներ չեն, ապրում են հույներ, վրացիներ։ Մի խոսքով, եթե ընդհանուր թիվը դնում ենք, առնվազն մի 10%-ը, որոնց մեծ մասը հայեր են, բայց մի 10%-ը այլ եկեղեցու հետևորդ են։ Եվ սա հենց ապօրինության գլխավոր ցուցիչն է, Փաշինյանը փաստորեն ու այս բոլորը ընտրելու իրավունք ունեն, հա, այս 10%-ը ընտրելու իրավունք ունի։ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ չէ, բայց կարող է ընտրել։ Ուրեմն Փաշինյանը նախընտրական ծրագրում գրում է, որ մինչև 2031 թվականը կհեռացնեն հայ առաքելական Սուրբ եկեղեցու առաջնորդ Գարեգին II կաթողիկոսին։ Պատկերացնում եք, այսինքն հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ քվեարկության կարող են մասնակցել եւ մասնակցել են մարդիկ, որոնք այդ եկեղեցու հետևորդ չեն հանդիսանում։ Դա նույնն է, որ ասենք հիմա Հայաստանում քվեարկության դրվի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին անվստահություն հայտնելու հարցը։ Կամ ասենք Միացյալ Նահանգների նախագահի, կամ Վրաստանի, կամ ասենք մենք էլ ստեղ ընտրատեղամասեր բացեինք Վրաստանի ընտրությունների ժամանակ, մի 300-400,000 հոգի գնար Վրաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցեր, չհանդիսանալով Վրաստանի քաղաքացի։ Աբսուրդ է, չէ՞, իհարկե աբսուրդ է, որովհետև մենք ապրում ենք աբսուրդային իրականության մեջ, որը խորապես այսպես մեր կյանք է բերում Նիկոլ Փաշինյանը։ Բայց եւ Փաշինյանի հաշվարկը ո՞րն էր, որ այնտեղ ես ասեմ ազգային փոքրամասնությունների թիվը բավական փոքր է,
Փաշինյանի բանը հույսը այն էր, որ այդ մոտ 300,000-ը, որ տարբեր գնահատականներով ասում են, աղանդավոր չեն, ես չեմ ուզում այդ գնահատականների մեջ մտնել, բայց այլ եկեղեցիների ներկայացությունը, ասենք գիտե Եհովայի վկաներ, կյանքի խոսք, ավետ արանչականներ, չգիտեմ, մի խոսքով դուք երևի ինձանից լավ գիտեք, տարբեր եկեղեցիներ կան, որ այն նրանք ի վնաս հայ առաքելական եկեղեցու կգնան Փաշինյանին կողմ կքվեարկեն։ Եվ ըստ էության գուցե նաև գնացել են, եւ Փաշինյանի այդ 726,000-ը գուցե նաև դրանով է պայմանավորված, որ ձայները ավելացել են։ Բայց անգամ այս պարագայում Նիկոլ Փաշինյանն ու քաղաքացիական պայմանագիրը ստացան 50% ու այստեղ էական չի ինչքան է մինուս։ Մի տոկոսա, 5%-ա, 20%-ա, 30%-ա, 50 Այսինքն իր ծրագրում գրված այս օրակարգը չունի հանրության մեծամասնության աջակցությունը եւ իր մյուս օրակարգերն էլ։ Այստեղ կարևորը այն չի, որ ընտրական օրենսգիրքը ընտրություններից հետո բոնուս է տալիս, չգիտեմ, թույլ է տալիս մեծամասնություն չունեցողին առանց կոալիցիայի կառավարություն կազմել, այս абսուրդային հանցավոր կարգավորումները մի կողմ թողնենք։ Հանրության գնացած հանրության մեծ մասը դեմ է քվեարկել Նիկոլ Փաշինյանի օրակարգին։ Այդ թվում նաև եկեղեցու վերաբերյալ այս օրակարգին։ Սա շատ կարևոր արձանագրում է, սա ապտակ էր Նիկոլ Փաշինյանին հանրության կողմից եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցին այս թեման պիտի նաև օգտագործի Փաշինյանի դեմ, քաղաքական ուժերը սա պիտի օգտագործեն, ասելով, որ դու քո հնչեցրած օրակարգերի համար չունես մեծամասնություն, անկախ նրանից դու կառավարություն ձևավորում ես թե չէ։ Դու չունես մեծամասնություն։ Հանրության 50+%-ը դեմ է քվեարկել այն օրակարգերին, որը դու բերել ես, այդ թվում նաև եկեղեցու հետ կապված այս օրակարգին։ Սա շատ կարևոր ապտակ էր, ես կարծում եմ բոլոր այդ ձախողումները մի կողմ թողնած հիասթափությունը, հանրության դժգոհությունը ընդդիմադիր ուժերից, որոնք տեղին են եւ տարբեր այլ գնահատականներ, գլխավոր գնահատականը ինձ համար սա է, որ Փաշինյանի օրակարգերին հանրության մեծ մասը դեմ է քվեարկել եւ սա կարևոր ուղերձ է ու քաղաքական հենարան է process-ներ առաջ տանելու։ Քաղաքական հենարան է process-ներ գեներացնելու։ Մնացածը արդեն հնարավորության մտքի, կարողության, կամքի հարց է, որ ընդդիմադիր ուժերը եւ մեր հասարակությունը պիտի ունենան կամ չէ։ Լավ մնացեք, կհանդիպենք։